Ուրեմն այս արդեն առաջին անգամը չի, որ ասենց մենք ունենում ենք ծրագրեր, որոնք գալիս են, չգիտեմ, շաբաթ կամ կիրակի երեկոյան, հետո հրատապով ասենց ինչ-որ ֆանտաստիկ մեթոդներով բերում եք, միանգամից անցկացնում եք, ուրեմն պատմեմ ինչ ա եղել հանձնաժողովի նիստին։ Հանձնաժողովի նիստին, երբ այս ծրագիրը բերվեց, նույնիսկ իշխանական կողմի ներկայացուցիչները ընդունում են մի փաստ, որ տվյալ տեսակի մեծ ծավալուն բաներ, որոնք որ փաստացի կարևոր են, պետք է այս կուլտուրան վերացնել, այս վերջի օրով հրատապով բերել, ուսումնասիրելու ու քննարկելու աշխատալու ժամանակ չտալ, ու երբ որ բոլորը ասեցին, որ ոչ, սա պետք է գցել մյուս ավականու նիստին, հետո Տիկին Բաբայանը 5 րոպե խոսեց եւ ասեցին, հա չէ, լավ, պարզվեց շատ է լավ փոփուշ բան։ Ուրեմն ջիղը լավ է, որ ձգտում եք դեպի Եվրոպա, դեպի արևմտյան արժեքներ, դեպի փորձի փոխանակում, բայց ժողովուրդ ջան, արևմտյան արժեքների մեջ սենց աշխատելավոց չի տեղավորվում։ Ժամը 11-ն է, մի հարց է մնացել օրակարգում քննարկելու ժողովուրդ։ Երկու հարցերից մեկն է, որը որ բերել եք մի օր շուտ, որով է նորմալ ուսումնասիրություն չի արվել, ուղղակի սիրուն, Տիկին Բաբայանը առաջի ծրագիրը չի, որ ներկայացնում է։ Գործընկերը շատ լավ համեմատություն արեց։ Ամբյոնից սիրուն խոսքեր ասել է, որ սա դեպի լավն ենք ձգտում, ճիշտ է, բայց երեք հանձնաժողովի նիստից հետո ես ու պարոն Սուքիասյանը ստեղից Ամիրյան փողոց ասել ենք 40 րոպեում։ Որտեվ ավտոբուսների ֆանտաստիկ գծեր եք ստեղծել, որ կես ժամվա մեջ մի հատ ավտոբուս չտեսանք տեղով անցնի։ Չի կարելի անընդհատ խոսել Եվրոպայից, հանդիպել եվրոպական քաղաքապետների հետ, ասել, որ դուք ձգտում եք դեպի արևմտյան արժեքներ, ու ակնհայտ տերորի ենթարկեք հենց այդ տրանսպարենսի կոչվածը, որովհետեւ թափանցիկություն այս օրակարգում չկա։ Կա երկու հարց, մեկը, որը որևէ կերպով ուսումնասիրված չէ, բայց ուղղակի ձերն է դրա համար անցնելու, երկրորդ հարցն է էլի, հարցը, որ ուղղակի ես կրթվել է նորաձևի հետ զուգահեռ մի հատ էլ քաղաքական քարոզարշավի մեթոդ եք բերել։ Այս ավական ու այս գործունեության ոճը որևէ կերպ հանրությանը օգուտ չի տալի, որովհետեւ կերպ հանրությանը տեղեկացված չի պահում իրականության մասին։ Շոու է, սիրուն խոսքեր ու ավերված քաղաք։